Պարսկաստանի հետ, առևտրի, Պարսկաստանի հետ հունքերի փոխանակման, վերամշակման վրա։ Մեղրին շատ մեծ պոտենցիալ ունի, քանի որ նա գյուղատնտեսական ունիկալ զոնայում է եւ կարող է արտադրել մրգեր եւ այլ տեսակի գյուղատնտեսական ապրանքներ, որոնք ունիկալ են Հայաստանի համար եւ ներմուծվող են։ Կապանը եւ Քաջանը նույնպես ունեն մեծ պոտենցիալ եւ այդ հանքերից գեներացված երկրի հարկերը պետք է ինչ-որ ձև վերադարձվի համայնքներին։ Չեմ ասում ամբողջությամբ, բայց մի մասը պետք է վերադարձվի, որ համայնքները երևա, թե ինչ բարեկարգ եւ ինչ հարուստ շրջան է։ Դա նաեւ կմոտիվացնի տեղական քաղաքապետերին, համայնքապետերին, որպեսզի նրանք ավելի շատ ջանք թափեն բիզնեսների հիմնման ուղղությամբ, մարդկանց օգնեն, որ բիզնեսներ կայանա։ Դա կմոտիվացնի նաեւ մարզպետերին, որ աշխատեն ավելի էֆեկտիվ։ Գալիս ենք Գորիս քաղաք։ Գորիս քաղաքը Հայաստանի կարևոր քաղաքներից մեկն է, քանի որ այնտեղ պահպանվում է մշտական հայկական ռազմական հոգին։ Ես գիտեմ, որ Հայաստանի մյուս բոլոր շրջաններում էլ է այդպես, շատ շրջաններում, բայց Գորիսը ունիկալությունը նայում է, որ չկա որևէ խոսակցություն, չկա որևէ զրույց, որ ես ներկա եմ եղել այդ քաղաքում, որը չի եկել, չի ավարտվել ռազմական թեմատիկայով, երկրի պաշտպանողականության բարձրացման մասին քննարկմամբ եւ հայրենիքի մասին խոսքով։ Գորիսը ամենահայրենասեր շրջաններից է եւ միշտ եղել է բոլոր հայկական հակամարտությունների առաջնագծում։ Մեր առաջարկն է Գորիսի հետ կապված, որ նա դառնա հայկական ռազմական կրթության կենտրոնը, ռազմական ակադեմիաներ, նոր տեխնոլոգիաների, դրոնների կառավարման, այլ ուղղությունների, ռազմական ամբողջ ուսումնական հաստատությունների կենտրոնը, պաշտպանության նախարարության գիտական, կրթական կենտրոնը պետք է դառնա Գորիս քաղաքը։ Դրանով մենք կարողանանք այն ոգին, որը ես տեսել եմ մանկուց այդ քաղաքի եւ այդ շրջանի բնակիչների մեջ, օգտագործել, ուղղորդել ի բարօրություն Հայաստանի պաշտպանողականության։ Սակայն մենք պետք է աշխատենք նրա համար, որ մենք չունենանք այդպիսի մարտահրավերներ։ Սյունիքի մասին խոսելուց ես չէի կարող չխոսել գարանտ, որը ավելի կարևոր, ավելի նշանակալի կարևորություն է տալու այս տարածաշրջանին եւ հնարավորություն կտա ինչ որ ձև երաշխավորել։ Նաեւ Սյունիքը օգտագործվելու է որպես հայկական տրանզիտային ամենակարևոր ուղի հյուսիս-հարավ ուղով։ Մենք պետք է հակադրենք թուրքական օրակարգին, արևմուտք արևելք օրակարգին հյուսիս-հարավը։ Եվ եթե Պարսկաստանը ցանկություն ունի գնալ Եվրոպա, Պարսկաստանը ցանկություն ունի գնալ կապվել հյուսիսային հարևանների հետ, նա Ադրբեջանից ակնկալելով որոշակի վտանգ, հիմնականում դա փորձելու է անել Հայաստանով, որպեսզի ավելի անվտանգ ուղի լինի։ Եվ այդ ուղու վրա մենք պետք է աշխատենք։ Հյուսիս-հարավը գործարկելու պարագայում, սարքելով հյուսիս-հարավը հիմնական կարևոր տրանսպորտային արտերիա, մենք նաև դրա վրա ենք երաշխավոր ուզելու, որպեսզի երաշխավորներ լինեն, որոնք կապահովեն Սյունիքի եւ ամբողջ Հայաստանի անվտանգությունը, դրանով կունենանք նեյտրալ անվտանգ երկրի ստատուս, ում անվտանգությունը երաշխավորում է արևելք-արևմուտք ճանապարհների ուղղությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիս-հարավ ճանապարհների ուղղությամբ մյուս երաշխավորները տարածաշրջանի մյուս երկրները եւ Հայաստանը իր լոգիստիկ թուլությունը, որ մինչեւ հիմա համարվում էր թուլություն, կսարքի առավելություն։ Եվ
Եվս մեկ անգամ կրկնում եմ։ Սյունիքի 5 հիմնական շրջաններ՝ Սիսիանի շրջան, զարգացած անասնապահություն եւ